Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, նորալիք հեռուստաընկերության եթերում արդեն պարզ է իր աշխատանքը սկսում է Դինա Ակոպովնայի այդ ծրագիրը։ Ողջույններս նրանց, ովքեր դարձան մեր արդեն երկրպագուները եւ ոչ միայն հետևում են ծրագրին, այլ նաեւ արդեն սկսել են Facebook-յան մեր օֆիցիալ էջում գրել ինչ-որ հետաքրքիր հայտարարություններ, նորություններ, առավել եւս արդեն ցանկություններ։ Շնորհակալ եմ ձեզ արձագանքի համար եւ ամենակարևորը հասկացեք, որ այս ամենը մենք իրականացնում ենք բացառապես ձեզ համար։ Այսօր մոտակա 30 րոպեների ընթացքում ես կփորձեմ ձեզ ներկայացնել հետաքրքիր նորություններ, բոլոր այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են կինոաշխարհով, ապա հենց ձեզ համար այսօրվա մեր ողջ թողարկումը։ Ես առաջարկում եմ մենք այս պայն ընդհատվենք փոքրիկ տեսանյութով, ասեմ, որ տեսանյութը ամբողջությամբ պատմում մի ֆիլմի մասին, որը հենց այդպես էլ կոչվում է Հարսնացուն Վեգասից։ Էլ ավելի հարմար դիրքավորվեք, որովհետև իմ հյուրերը ամենանմուշական կապն ունեն հենց նյութի հետ եւ ամենակարևորը նրանք բացառապես կարող են մեր եթերից ներկայացնել թե ինչպես նկարանեցին եւ ինչ ակնկալիքներ ունեն հենց ֆիլմից, այնպես որ շարունակեք մնալ Դինա Ակոպովնայի հետ։ Անի ջան, հարս եմ գտել։ Մամ, պապ, Վեգաս եմ գնում։ Երկու ամենից կարևոր բառեր կանգլային լեզու մեջ, որ պիտի սովորես։ Please եւ thank you։ Մեկն էլ կա հետո ասի։ Las Vegas is just a vast wasteland. Nose. Nose. Kiss. Keys. I'll show you. License and registration. No problem. Step out of the vehicle now. Hands behind your back. There's nothing here. Why don't you drop the freight and come join something more civilized? No bribes. Never. That's Kirkira. Ach, woman. Օրինակ ես շատ կցանկանայի, որպեսզի լիներ Հարսնացուն Հայաստանից եւ այդպիսի մի ֆիլմ մտածեին, երևի թե ռեժիսորին եւ պրոդյուսերին պետք է այդ մասին տեղեկացնեն, որովհետեւ շատ աղջիկներ սպասում են եւ իրենց պատկերացնում են, թե ինչպիսի Հարսնացու կարող են լինել Հայաստանից, Լոս Անջելես, թե ինչպիսին կարող է լինել Վեգասից Հարսնացուն, այս թեմայի շուրջ պետք է զրուցենք հյուրերիս հետ, որոնք արդեն մեզ մոտ տաղավարում են։ Տեղեկացնեմ, որ ֆիլմի պրոդյուսեր Էդմոնդ Գրիգորյանն է մեզ մոտ, ռեժիսոր Արթուր Բաբայանը եւ արդեն գլխավոր դերակատար իմ շահացրելի Միքայել Շարաֆյանը։ Բարի օր, բարի գալուս ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես եմ շնորհակալ ձեզ, որ իմ հրավերը չեք մերժել եւ հասկացա, որ առաջի նորությունը ներկայացնում եմ հենց մեր ծրագրի շրջանակում ձեր օգնությամբ։ Այո։ Շատ լավ։ Ես զրուցեմ առաջին ռեժիսորի հետ եւ հասկանալ ինչպես ծնվեց ֆիլմը, ինչու եւ ինչ ակնկալիքներ ունեք ֆիլմից։ Խնդրեմ։ Ֆիլմը ծնվեց, այդեան ծնվեց, երբ որ ես ու կինս գնում էինք Լաս Վեգաս։ Հենց ճանապարհին Լաս Վեգաս հասնելուց որոշեցինք, որ ֆիլմ նկարահանենք հենց Լաս Վեգասի մասին։ 3 օր մնալուց հետո, երբ որ հետ էին գալի արդեն ճանապարհին, սկրիպտի 90%-ը գրել էինք արդեն։ So մեր vacation-ը ոնց որ դարձավ գործնական vacation։ So դրանից 2 տարի հետո նոր կարողացանք իրականացնել այս երազանքը։ Երկրորդ հարցին պատասխանեմ, որ ինչի համար ենք անում, որովհետև սա մեր սերն է։ Մենք սրա համար ենք ապրում։ Ֆիլմի համար ենք ապրում կամ հենց նկարահանումների այս աշխարհի համար ենք ապրում։ Եվ մեր ակնկալիքները հույսով եմ, որ մեծ
մեծ է լինելու։ Շատ հույսով ենք։ Ժողովրդից է կախված։ Երբ եք պատրաստում պրեմիերան կազմակերպել։ Պրեմիերան ուզում ենք March 1st կազմակերպենք, եթե ամեն ինչ ճիշտ գնա առաջ, իհարկե վերջացրել ենք արդեն նկարահանումները ամբողջովին, սպասում ենք հիմա արդեն post production-ի մեջ է color correction, music, but premiere most probably March 1st Մարտի մեջ։ Մարտի մեջ։ Այսինքն դուք մեզ կտեղեկացնեք նախապես, որպեսզի մենք եթերում տեղեկացնենք հեռուստադիտողները իմանան։ Շատ լավ, ես գիտեմ, որ ամենակարևոր դերակատարները ֆիլմի ռեժիսորն են, պրոդյուսերն է, օպերատորն է, որ առանց օպերատորի շունչը փակված է, հետո նոր գալիս ենք դերասանների ստադիայի մեջ։ Պրոդյուսերը աշխատանք ամենաբարդն է, որովհետև ասում եք ուժն ու կուլան թափվում է միշտ պրոդյուսերի գլխին, ես գիտեմ, որ այդպես է։ Ջուրնել է պակասում, էլի պրոդյուսերին են ուզում, ես գիտեմ, որ այդպես է, եթե ովքեր նկարահանվել են ֆիլմում։ Համենայն դեպս, եթե ընկերական շրջապատ է լինում, իմ կարծիքով արդեն մեկը մյուսին հասկանում է հայացքով։ Պրոդյուսերը քանի կիլո քաշ գցեց ֆիլմից հետո։ Շատ։ Sorry, հարցից համար։ Դուք գոհ եք ձեր աշխատանքից եւ պատմեք մի քիչ, խնդրում եմ մեկնաբանեք։ Աշխատանքից շատ գոհ եմ։ Մեր թիմը, որ աշխատում ենք, շատ մոտիկ ենք իրար հետ։ Ահա։ Անց չի որ մենակ կինոյա, սաղից իրար հետ ենք աշխատում, մի հատ ընտանիքի պես։ Այո, ջախ է դարել։ Այո։ So, որ կինոն արդեն վերջացնում ենք, սաղ տխուր էին, չեն ուզում, որ վերջացնենք կինոն։ Սերիալ սկսեք։ Չի վերջանա։ Շրջապատով սաղ տխուր էին, չեն ուզում, որ կինոն պրծնենք, սաղ պրծանք արդեն, լավ չի։ Այդ մտերմացել եք։ Հա, շատ լավ, իսկ պրոդյուսերը եղել է, որ նկարահանման հրապարակում հիասթափություն է ապրել։ Ոչ, այդպես բան չի եղել։ Օրինակ դերասաններից։ Չէ։ Սա ամեն ինչ լավ է։ Հետո կասես։ Եթերից հետո դուք ինձ կասեք, հուսով եմ։ Շատ լավ։ Երբ որ ես Facebook-յան էջում նկատեցի նկար, որտեղ իմ շատ սիրելի դիզայները, որ ես աշխատել եմ այսպես ասած ֆոտոսեսիա եմ ունեցել եւ այնքան մեծ արձագանք ունեցավ Հայաստանում, հասկացամ, որ Միկան լինելով իմ ընկերը կարողացավ միակ մարդը 36 տարվա մեջ ինձ փոխել։ Այդպես կրկնապատկի, բայց Միկային ես ճիշտ է սերունդ, որ ժառանգել է հորից, պետք է անպայման արյան մեջ լիներ, բայց երբեք ես նրան չէի կարող պատկերացնել գլխավոր դերակատարմամբ եւ այն էլ այնպեսի փեսայի կերպարում, որ իր համեստություն թարապես կապ չունի։ Միկային դուք եք փոխել, թե նա բացահայտվեց, կոպիտ ասած։ I think Միկան իր character-ը գտավ եւ կերտեց իր կերպարը։ Այո, ինքը աշխատեց իր character-ի վրա, կերպարի վրա, որովհետեւ ինքը այդպես չէր։ Ես Միկային ֆիլմից առաջ ճանաչում էի։ Մենք ուրիշ պրոյեկտների վրա աշխատել ենք։ Ահագին պրոյեկտներում աշխատել ենք։ Միկան կյանքում էլ այդպես չէր։ Հիմա արդեն փոխվել է ինքը։ Միկան արդեն փոխվել է մկոկ աղա։ Շատ լավ է։ Մկոնա դա։ Որտեղ կերպարյանունը մկո է։ Որտեղից ինչպես այս ամենը Միք from դու ասա։ Ոնց Արտուրը չպատնի, ոնց եղավ։ Դա դու պատմի։ Համագործակցությունը։ Ընկերությունը կարող է լինել։ Շատ զարմանալի է, որտեղ Արտուրին զանգահարում է, ասում է, որ այն ֆիլմի հիշում ես, որ ես աշխատում էի վրա։ Ահա։ Ես ուզում եմ, որ գլխավոր դերում դու լինես։ Եվ Միկան մոռացավ դիզայներությունը։ Ասեցի երբեք, այսինքն գեստերի ձևավորողը, հա, ես եմ լինելու, բայց ով պետք է լինի։ Ասում է, չէ, ասում է, ես ասում եմ, մարդ չեմ կարողանում գտեմ, ես գիտեմ, որ դու կարող ես, որ ես քեզ եմ տեսնում այդ կերպարի մեջ։ Ասում եմ, այդ տիպաժին չեմ գտնում, ես քեզ մեջ եմ այդ տիպաժը տեսնում։ Ասում եմ, Արտուր, ես կատակ ես անում, ասում ոնց թե, ասում չեմ կարող։ Ասում չեմ կարող, ասում ես դերասան չեմ։ Ամեն դերասան չեմ, բանը մի ամիս անցավ էլի զանգում է, 2 ամիս անցավ զանգում է, ասում է, չէ, էլի դու պիտի լինես։ Երրորդ ամիսը արդեն մերոնք խառնվեցին իրար։ Արդեն ես հույսով եմ, որ ծնողներս կասեն բանը խորամանկ, շատ խորամանկ։ Պապային է զանգեցին։ Կարող է, ես չգիտեմ, որտեղ դից եղավ, մեկ էլ գնացի ասում, մամ, ես վիճակը Արտուրը ուզում է, որ ես հույսով եմ, որ բան կանեմ, որ ոնց թե դու գործը թողած պիտի հիմա դերասանությամբ զբաղվես։ Ահա։ Իմ զարման ինձ ասում եմ ոնց թե Արտուրը քեզ բան անում, ասում եւ դու ինչի տեղ ես քեզ դրել, բան ասում զարմացած ասում եթե մարդը մի բան զգում է, ասում եմ ուրեմն իր ինստինկտով գնա։ Ես փոշման սոսած մի հատ մեծ թիմ զանգեցի Արտուրոս օքեյ ասում որորն եմ գալիս ինչ որ audition պիտի անցնեմ ինչ ասում արի պիտի սցենարը կարդանք միասին
Բայց ոնց որ հայ ռեժիսորներից լինի, որ ոչ դերասան գիտի, ճանաչում է, բան ուղղակի ընկերը տարել է ֆիլմում նկարում է։ Ուղղակի ձեր հաջողությունը որ Միկան է։ Ինքնին ասում եմ, քո գեների մեջ կա։ Ճիշտ ասած, ոչ թե մենակ դերասանություն, այլ Միկան երբ որ մարդիկ եթե իրան կյանքում ճանաչում են, ինքը այդքան համեստ, շատ բարի սիրտ մարդ է, որովհետև հենց իր գործի մեջ էլ կամ ընկերության մեջ միշտ ինքը այդպես է եւ մեր character-ը հենց այդ էր պետք։ Դրա համար ես Միկային ասացի դու պետք չի շատ դերասանություն անես, հենց դու պետքա քեզ խաղաս։ Լավ։ So ինքը ինձ տվեց ոչ թե մենակ Միկան, այլ ավել։ So ստացավ comedy եւ համեստությունը բանը ամեն ինչ կարող եք տեսնել։ Կնոջ կերպարումով է խաղացել։ Շարլին Ռոզն է խաղացել, ամերիկացի աղջիկա։ Ասեմ, հիմա Հայաստանից չի, բայց փեսացուն է Հայաստանից։ Շատ լավ։ Ես կարող եմ ասել արդեն ցանկալի փեսացուների շարքում Միքայել Շարաֆյանն է, եւ փաստորեն նա ձեռքը խնդրել ամա դուք ոչ թե պետք է գնաք պարոն Շարաֆյանի մոտ, այլ պետք է արդեն ռեժիսոր պրոդյուսերի մոտ գնաք հարգարժան աղջիկներ, բայց իր սիրտը այնքան մեծ է, յուրաքանչյուրի համար տեղ կա։ Ես եմ քիչ կհասնեմ իմ ընկերոջը։ Շատ լավ, ձեր հաջողությունը արդեն ձեզ հետ է, որովհետեւ լավ թիմ եք, ձեր աչքերը փայլում են խոսալուց, հասկանում եմ, որ դուք գոհ եք ձեր աշխատանքից։ Ես կցանկանամ, որպեսզի շարունակությունը ապահովեք այն մարդկանցով, որոնց պետք է տալ շանս, որովհետև միշտ չէ, որ թաթերական ավարտած անձնավորությունը կարողանում է կերտել այն կերպարը, որ ասենք թե կերտել է Միկան։ Ձեր հաջողությունը Միկայի մեջ է եւ այն մարդկանց, ովքեր որ ընդգրկել եք։ Ես հեռուստադիտողներին տեղեկացնեմ, որ խոստանում եմ հենց նրանց անունից, երբ որ կլինի պրեմիերայի օրը, ժամը, տեղը, անձամբ մեր եթերի ծրագրի շրջանակներից կարտահայտվեմ, կբացահայտեմ եւ կհրավիրենք այնտեղ, տեսեք թե Միկան ինչպես է փեսայի կերպարում լինում, բայց ես ասեմ, որ նա այդպեսին չէ, կյանքում նա ավելի համեստ է եւ շատ դեպքերում էլ տալիս է կնոջ հնարավորություն սիրո թեման արտահայտելու համար։ Ես քանի որ րոպեներս արդեն սպառված են, չեմ կարող երկար զրուցել, որովհետեւ նորից ունեմ հյուր, որը կինոաշխարհի հետ շատ մեծ կապ ունի։ Գիտեք ինչ, թող գա մի օր, որ դուք եթերում գաք, ասեք, որ ունենք նկարահանելու արդեն մի այլ թեմա, սերիալ, բայց անպայման ունենա ավարտ։ Ես ձեզ շատ խնդրում եմ։ Այդ ժամանակ եթե Միկան կնկարահանվի, ես էլ կառաջարկեմ, ես էլ նկարահանվեմ, բայց Միկայի քրոջ կերպարում։ Շնորհակալ եմ ձեզ։ Ձեզ հաջողություններ եմ մաղթում, հույսով եմ դեռ մեր եթերում կհանդիպենք։ Շնորհակալ եմ շատ։ Ես առաջարկում եմ այս պայն ընդհատվենք եւ վերադառնանք նորից Զինա Ակոպովնայի այդ շոու ծրագիր, որովհետեւ ունեմ հյուր, որ էքսկլյուզիվ տարբերակով պետք է այսօր եթերում հանդես գա։ Երբ որ Facebook-յանի էջում ես մի փոքրիկ կադր տեղադրեցի, որ նա Միացյալ Նահանգներում է, մի այնպիսի աժուտար սկսվեց եւ բոլորը ինձ հասկացան, որ ոչ թե Զինա Ակոպովնան է, այլ Զինա Շամշյանն է։ Ասեմ, որ բացահայտում է էքսկլյուզիվ լինելու րոպեների ընթացքում։ Երիտասարդը տաղավարից այն կողմ սպասում է ձեզ հետ հանդիպելու ակնկալիքով։ Շարունակեք մնալ Զինա Ակոպովնայի հետ։